Ուրախ եմ ձեզ ողջունելու Նարեկացի արվեստի միության հյուրընկալ դահլիճում։ Այսօր մեզ մոտ տեղի կունենա այս բառերի տակ մարդ կա թաքնված խորագիրը կրող միջոցառումը։ Այս երեկոն նվիրված է բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանին։ Խոսափողը փոխանցում եմ Նարեկացի արվեստի միության գեղարվեստական խորհրդատու մայեստրո Դանիել Իրաժիշտին։ Ես հատուկ զանգեցի Սամվել Բաղինյանին, որ իմանամ ինչ բանաստեղծություններ եք կարդալու, որ ես նույնը չկրկնվել եւ բախտս բերեց։ Պարզում է, որ ամենաօրախնդիր ասեմ, տարեդարձ բանաստեղծությունը չեմ կարդում։ Չիմանցա ուրախանամ թե չէ, որտեղ ես հիմա չեմ կարող արտասանել։ Եթե ինքը կարդար լավ կներ, բայց քանի որ ես էլ եմ ուզում։ Եթե ձեր համարձակությունը ասում եմ, չէ, դանդաղ եմ, հա, ձեր ներկայությամբ, դանդաղ կարդամ, տարեդարձ։ Օրերն այսպես եկան անցան եւ լրացավ կլոր տարին։ Մի օղակով ավելացան տարիները կենաց ծառի։ Կենաց ծառ է ամեն մի երկ եւ տող առ տող ուղի հարթող բարձրանում է երկինքն ի վեր։ Նա բարերի խիտ սաղարթով քեզ երկնքներն են օրորել, քամիներն են եկել անցել, տարիներն են ճյուղավորվել, բարարմատներն են ծառացել։ Ներաճել են եւ ծառ եւ մարդ, նրանք ունեն նույն արմատներ են։ Օղակները քեզ կերևան, եթե նրանց բունը հատե։ Դու խորացիր օրերի մեջ եւ բարարմատ ու ծառ դարձիր։ Դու նոր երգեր կհորինես արդեն հաջորդ տարեդարձին։ Եվ այստեղ նշել է, որ ձեզ ասեմ, 62 օղակ եմ նշել, որովհետև 62 տարի ես չէ երկրային կյանքը, ուրեմն ես այդ կտրվածքի մեջ տեսել եմ, ինչ վերաբերում է, որ մարդը դառնում է բար խոսք, դա Մոցարտի վերաբերյալ են ասել սկզբից, որ գերմանացի երաժշտագետ Ալեքսանդր Ներսմանը ասել է Մոցարտի նպատակն է մարդուն վերածել երաժշտության։ Հիմա իդեպ հեսա արդեն էթիկներ եկավ իսկական ժամանակին։ Ուրեմն պոեզիայի նպատակը արդեն այս բանաստեղծությունից բխում է, որ եթե Մոցարտի նպատակն էր մարդուն վերածի երաժշտության, պոեզիան էր խոսքի։ Վերջին էլ ասեմ Բրամսը, Յոհաննես, ասում է, որ այսպես գնա ես կվերածվեմ ակորդի և կձուլվեմ երկնքի։ Այսպես Հրաչյա Թամրազյանը և ակորդ է, և խոսք է, և բար է, և ծառ է, և տերև է։ Ես ուզում եմ նաև ցույց տամ հիմնավորումս ամեն օր հանդիպում եմ Հրաչյա Թամրազյանին։ Դուք կարող է չհավատաք, բայց հիմա հավատաք։ Այս սա վկայում է, որ ես ամեն օր հանդիպում եմ Հրաչյա Թամրազյանին։ Սա մեր տանը կախած է։ Ուրեմն ես անձամբ չի նվիրել։ Մի բարեկամ բերեց, ասեց սրանից 3 հատ կա Հայաստանում։ Ասեց Հրաչյա Թամրազյանը Վայմարից է բերել, Գյոտեի գերեզմանի մոտ երջանկության ծառ է ածում, թխկենի հավանաբար։ Եվ այդ տերևը, քանի որ 3 հատ է Հայաստանում, դա արդեն երրորդություն։ Մենք ընտանիքով նստեցինք այսպես լավանդաներով ձևավորեցինք, որպես Գյոտեի և պոեզիայի սիմվոլ, և սա մեր տանը կախված է։ Ես չեմ ուզում երկարացնել, բայց հազիվ եմ ինձ զսպում, որտեղ մենք գտնում ենք Նարեկացի միությունում,
եւ ճիշտ ասա պոեզիա երեկո է, բայց առանց Հրաչյա Թամրազյանի նարեկացիա գիտական աշխատություններից վկայություն, որտեղ նա պոեզիան լույսի հետ համեմատում, նոր պլատոնական, պանթեիստական ուսմունքի համաձայն լույսը, եւ այդ լույսը դառնում է մեղեդի, այ որ Թումանյանն էլ ասում է, ես լսում եմ ամենուր տիեզերքից եկող մեղեդին, այս ամբողջը Հրաչը իր մեջով անցկացրել։ Իր մեջ կարելի է եւ շատ բան տեսնել, իր մեջ մի ամբողջ տիեզերք է պոեզիայի, այնպես որ ես ինչ ասեմ, ես երջանիկ եմ, որ հաղորդակից եմ նրա պոեզիային, շնորհակալություն։ Բարի օր սիրելի բարեկամներ, ես ճանապարհին որ գալիս էի, այս վերտարությունը կարդացի, որ բառերի տակ թաքնված մարդ կա, Հրաչիկի տողը, ասեմ, որ Հրաչիկի պես մարդիկ ոչ միայն թաքնվում են, նրանք չեն թաքնվում, ավելի ճիշտ բառերի վրա են լինում, բառերով են լինում, ամբողջովին բառ են լինում, եւ այդ տեսակն էր մեր Հրաչը, որին ես ճանաչել եմ ուսանողական տարիներից, նա մի տարի ներքևում էր սովորում եւ մենք մի երկու ամիս իրար հետ եղել ենք Պետտանում, Լենինգրադ էր այն ժամանակ, Լենինգրադում եւ մանենք եկել Լենինգրադում, թանգարաններ, այն ժամանակ Հրաչը չէր գրում, կամ գրում էր, չէր տպագրվում, բայց գիտեինք, որ սիրում է թարգմանել, դե գրականություն սիրում է, բանասիրականում սովորում է, հանկարծ մի քանի տարի հետո հրատարակվեց նրա «Ապակե քաղաք» գիրքը, առաջին գիրքը, եւ բանաստեղծությունները մինչ այդ Գարուն ամսագրում տպագրվեցին եւ շատ հետաքրքիր, այսպես ասած, դասական ձևավորված մի տիպ գրական տեսակ մտնում էր այն ժամանակ, որ հիմնականում վերլիբրով էին գրում երիտասարդները եւ Գարունը ինքը իր սկզբնական տարիներից սկսյալ այդ բոլոր ոճերով վերլիբրով, դասականով եւ այլն հրատարակում էր, բայց մեր երիտասարդական հոսանքը հիմնականում Ազատ Ոտանավորի այլ ճամփեքով էր գնում։ Հրաչը հենց սկզբնական իր մուտքով դասականության, այդ տաղաչափության, այդ գծի մեջ էր եւ հետո էլ մինչեւ կյանքի վերջ նա հավատարիմ մնաց, այստեղ շատ հետաքրքիր երևույթ է, այն որ ինքը իր դասական ակունքներին հայ եւ ռուսական գրականության, ռուսական սիմվոլիզմի, հետո սիմվոլիզմից հետո եկած արդեն գրողներին, անգամ նրան ոչ, իմ կարծիքով ոչ հարազատ պոետ Մայակովսկի, բայց Եսենին շատ հարազատ նրան, հետո Պաստեռնակելի հարազատ, ու ամբողջ կյանքում ինքը այդ ոճերը իր ետագիտակցության, գիտակցությամբ շաղախելով հասավ այն Հրաչիկ Թամրազյանական եւ ենթագիտակցական եւ գիտակցական եւ իր այսպես ասած հոտոտած պատկերներով, որոնք հաճախ թվում է շատ հարթ, տաղաչափական ձևերի մեջ, բայց ներքուս շատ կոշտ պատկերներ էին ու դա բերում էր նրա բանաստեղծությանը ռելիեֆային մտածողություն, ռելիեֆ եւ երաժշտականության եւ նաեւ ներքին կտրվածության, անցումների, բարդ անցումների Հրաչը հեշտ ընկալվող բանաստեղծ չէր, ինչքան էլ որ արտաքո թվում էր մեջը եւ լիրիկա կա եւ խոհականություն կա, այդ ամենը շաղախված էր, ինքը լավ հունցել էր, ագուցել էր իրար այդ ոճերը եւ մանավանդ թարգմանելով, հրաշալի թարգմանելով Մայակովսկի, Եսենին, Պաստեռնակ, տարբեր պոետներ ըստ էության, բայց այդ ամենը իր մեջ հետաքրքիր թամրազյանական դարձավ։ Ինքը ձևավորվեց ոնց որ այդ շրջագծի մեջ, այդ շրջագծի մեջ եւ ստացավ իր տեսակի պոեզիա։ Ինքը որքան արտաքո պարզ մարդ էր, ջինջ մարդ էր իր տեսքի
համապատասխան, այդքան բարդ մարդ էր, որևէ մեկը չի կարող ասել, որ ես նրան լրիվ հասկացել եմ, չգիտեմ, ինքը սենց մարդ անեց, մարդաբան սենց անեց, դրա կարիքը չկա, որտեղ ինքը այնքան բարի լավ մարդ էր, որ միայն բարության պարզ մակերեսն էր երևում, իսկ ներքին խորթուբորդ, տվայտանքներ, այդ ամենը երևի զվարթ գիտության մասնագետ պիտի լինեի, որ ճանաչեիր, և շատ բարդ ինքը խմորումների մեջ էր, իր պաշարված ամրոցը գրքում ավելի արտաքին բարձրացավ դա դժվարությունները ինքը իր գրականության մեջ արդեն կյանքի, ժամանակի, կորուստների, պատերազմական իրավիճակներից հետո ինքը շատ կոնկրետ, այսպես բառացիորեն չէր գրում, բայց դրանք ենթատեքստային էին, ենթատեքստային նվիրումներ իր կրված ընկերներին, հայտնի դեմքերի եւ այլն, այդ ամենը ինքը շատ մակերես չէր անում, տեսանելի չէր դարձնում, իր մտածողությունը այդ տիպի էր, ես չեմ ասում, որ դա միակ ճանապարհն է, որևէ պոետ աշխարհում միակ ճանապարհ չի ստեղծում, ինքը ստեղծում է հնարավորություն բազում ճանապարհների, լայն շերտերով են մտածում իմ կարծիքով մեծ պոետները, այդ իմաստով որևէ բանաձև չկա, որ ասես այ այսպիսին պիտի լինի եւ հրաչներ բանաձև թելադրող չէր, ինքը իր պոեզիայով գեղեցիկ, խորը, մարդկային, ասեմ, որ վերջին տարիների իր հիվանդության ժամանակ ցավալիորեն կյանքը եկավ մտավ անենց կոշտ ոտերով նրա բանաստեղծության մեջ եւ հիվանդանոցային պատկերներ որոշ եւ բան դրան շատ ցավալի, բայց շատ փիլիսոփայական հանդարտությամբ ընկալած։ Ցավի հանդեպ նա շատ հանդարտ էր, որևէ անգամ չէր տեսնի ջրաձգումներ, ցնցումներ, ավելորդ պայթյուններ բառային, զեղումներ, բնավ, խորը մարդիկ նման զեղումների մեջ չեն ընկնում ամեն դեպքում, կամ չեն տրվում էժենագին այսպես կոչված ցնցումների, որոնց անունը մենք հաճախ դնում ենք, գիտեք ինչ, պաթետիկ ցնցումներ, որոնք գրավում են, հիմա ցավոք սրտի և այդ ռաբիզ երգերի և ցածրաճաշակ շատ մշակութային երևույթների մեջ մտելա այդ պարսոնակ պաթետիզմը, ինչ անուն ուզում եք դրեք, դա ոչ արվեստ է, ոչ էլ երբևէ կգնահատվի, 60-ական թվականներին դա վերացել էր, բայց հիմա գլխգոնձի տալով եկել լցվել է մեր կյանքը, և ոչ միայն հայաստանյան, այլև եթե գնաք աշխարհի տարբեր տեղեր, որտեղ հայեր են ապրում, հատկապես Ամերիկա, ոնց որ երրորդ մասի են քուչեկից ալին, որ հնդկական ֆիլմերով էին դաստիարակվում և ռաբիզով էին։ Այլ հիմա վերադարձել է մեր կյանք։ Այսօրը առաջիկի պես բանաստեղծի տարելիցը նշելով, մենք պիտի ամեն րոպե վերադարձ ապրենք դեպի պոեզիայի խորքայնությունը, պոեզիայի այն ներքին ջերմությանը, թող մի քիչ որ ընկալելի չլինի, թող մի քիչ հեռու լինի, բայց ինքը ձգող կլինի։ Ես շնորհավորում եմ Անահիտ ջան, երեխեք ջան, իմ սիրելի ընկերոջ, իմ հարազատ ընկերոջ տարելիցը, որի հետ մենք երկար տարիներ ընկեր ենք եղել և շատ, այսպես ասած, հաց, գինի և այլն աղ, ինչ ասես կերել ենք և ինչ ասեմ, անսպասելի էր ինձ նրա կորուստը, ես հիշում եմ Համոսայանի 100-րդ տարելիցին էին գնում, Լորգյուղ, Վայոց ձորի կողմերը մեքենայում Ռուբեն Հովսեփյանն էր, Մելոյան Ֆելոն ես, մեկ էլ զանգ եկավ, տեսնեմ Հրաչն է, ու հանկարծ այդ բանը ասեց, որ գնալու է հիվանդանոց, մասիվի հիվանդանոց և ինչ ասեմ, ամենաանսպասելի բաններից մեկն է եղել իմ կյանքի, որ ես լսեցի, բայց Հրաչը
եզակի մարդկանցից էր, իրեն ոչ կպարտադրեր, ոչ կծանրանար քո վրա, ոչ ուրիշի վրա, բայց ձեռն ընկած լավությունը ինքը կանել։ Հաճախ անտեղի, ես ձեզ ասում, եւ հաճախ կարող են շահագործել իր այդ բարությունը։ Եմ արդեն միշտ պատրաստ է շահագործելու, իմացեք շատերը, քչերը կամաչը, բայց որ տեսնում են մարդը տենց է, ավելի են ուզում, նույնիսկ սկսում են նեղանալ, թե ինքը կարար աներ, ինքը չի անել, եւ այսպեսի բան, բայց հրաչը համբերատար այդ ամեն անում էր, մենք իրար հետ աշխատել ենք, եւ ես տեսել եմ նաեւ նրա չցուցադրվող աշխատանքի իմաստնությունը։ Ամեն անգամ չի եղել որ ցույց դա էս արի, այն արի, բան սենցոնենց եւ այլն, որոնք մատենադարի շենքը իրավորող չեղա, գրահրատարակչական սֆերան որոշակի առաջի շրջանն էր, ես հասկանում եմ մի քիչ սխալ ձևով երևի թե մասնավորեցման այդ աշխատանքները եղան, բայց ինքը տրված էր, որ այդ տպարանները, հրատարակչությունները պատահական մարդկանց ձեռը չընկնեն, չփչացնեն այդ բնակավարը, կռիվների մեջը կա, Հակոբը կհիշի, կռիվների մեջ, որ հրատարակիչը լինի աշխատողը, չգիտեմ տեղ լինի, այսինքն ամեն մանրամասն ինքը պայքարում էր եւ հրատարակչական եւ մշակութային հրաչի մարդկային տեսակը եզակի տեսակից էր, մաքուր հրաշալի ինչքան մենք նմանեցնում ենք Եսենյինին, այդքան է ներքին Եսենյինյան լիրիզմ կար ու մաքրություն կար մեր հրաչի մեջ շատ կարելի է խոսել սիրելի ընկերներ, ես գիտեմ մեր ընկերները ամեն մեկը խոսք ասի, կները գիտեմ մի քիչ երկար ստացվեց, ես չէի կարող մի քիչ երկար չխոսել ուղղակի, որովհետև ինձ համար մեծ կորուստ եղել, մեծ կորուստ գրականության, մարդկայնության, ընկերության եւ բոլոր ընկերների համար իր սիրտը ցավում էր։ Ուզում եմ նրանք բարձր վիճակներում լինեին պաշտոնական, թե ցածր կապ չուներ։ Իր համար ընկեր էր։ Եվ այդ իմաստով բոլորի համար ինքը ցավ ուներ եւ սեր ուներ։ Մենք շնորհավորենք իրար, որ Հրաչիկ Թամրազյան տանաստեղծ, ընկեր, թարգմանիչ եւ ընտանիքի հայր եւ ամենալավ մարդկանցից մեկն է եղել մեր ժամանակների մեջ։ Ես ուզում եմ ընդհանրապես շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ժամանակ եւ ցանկություն են գտել այսօր այստեղ լինելու մեզ հետ։ Հայրիկի ծննդյան օրը ես տարելից բառը չեմ սիրում, ծննդյան տարեդարձը միշտ տոն է եղել մեզ համար, թե իր դուստրերի, թե ընկերների եւ հարազատների, եւ տոն է մնում նաեւ այսօր, երբ մեր հոգեվոր այսպես եզերքներում բարձր հնչում են անհանգստության տագնապի զանգերը։ Տոն է, որովհետև մեզ համար բացառիկ հնարավորություն է ինձ թվում է մեզ պարտադրվող չգոյության, մեզ կարծրացող պատյանին պատասխանելու բանաստեղծության տողերով, որոնք շնչում են, կամ մարդկայինի եւ մարդու տարատեսակ ձևախեղված նմանակումներին պատասխանել տողերով, որոնց տակ մարդ է թաքնված։ Ես 48 տարեկան եմ եւ իսկապես երևի այսքան ծանր եւ պղտոր ժամանակներ երբևէ վիճակված չեն եղել ինձ եւ թույլ տվեք ինձ ասել այսօր, որ այս 6-7 վերջին տարիներին երևի երկու բան կա, որոնք անverջ ուղեկցել են ինձ եւ իսկապես օգնել են։ Մեկը այն ներքին վստահությունը, համոզումը, թե որը կլիներ Հրաչյա Թամրազյան բանաստեղծի եւ մարդու, չեմ ուզում ասել դիրքորոշումը, բայց խոսքը, իտես տարատեսակ աղավաղումների, փոխակերպումների այս հանդեսի եւ երկրորդ ուժը իսկապես եղել են հենց նրա տողերը, որովհետեւ այդ տողերի մեջ ես մշտապես գտել եմ եւ շարունակում եմ գտնել ժամանակի, ոչ միայն հայրիկի ժամանակի արձագանքներ, այլ հենց այն, ինչ ես ապրում եմ այսօր, ու դրա համար իմ կարծիքով շատ պարզ մի պատասխան կա դա հասկանալու համար, որովհետև այդ տողերի մեջ տեղավորվում է
մարդը ոչ միայն իր ֆիզիկական արտաքին ժամանակով եւ կենսագրությամբ, այլ իր ներքին կենսագրությամբ եւ հոգու այն շատ նուրբ աշխարհագրությամբ, որ ինձ համար հայրիկի պոեզիայի ամենաթերևս թանկ ապրումներից մեկն է։ Հոգին իր մշտանորոգ այդ արարով դավաճանվող, աճվող, վերածնվող հոգին։ Երեք ես մտածում եի այսօրվա մեր հանդիպման մասին շատ ուրախ իդեպ եւ մի տող միտս եկավ հայրիկի եւ իմ ամենասիրելի բանաստեղծներից մեկի Ժերար դե Ներվալի Օրելիայից, երբ հեղինակը դիմում է բանաստեղծական տողի իր տեսիլքին եւ ասում է՝ մի հեռացիր, բնությունն է մեռնում առանց քեզ։ Քույրերիս համար եւ ինձ համար, ինձ թվում է հայրիկի ընկերների համար, նրան ճանաչած բոլոր մարդկանց համար, ինքը հայրիկը ինքնին իր ներկայությամբ օժտված էր այդ կենթանացնող ամեն ինչ իր շուրջ, թե բնությունը, թե մարդկանց, թե իրերը կենթանացնող այդ ուժով։ Բայց դրանով օժտված էին նաեւ նրա տողերը։ Եվ դա այդպես է նաեւ այսօր, եւ շատերիս համար այդ տողերը վերածվել են տեսակ շատ թանկ ծածկագրի հնարավոր վերադարձների։ Եվ այնպես է ստացվել, որ վերջին տարիների ընթացքում իրենց տաղանդի բերումով, իրենց բարձր կոչման գիտակցության բերումով մի շարք մարդիկ ներաճել են այդ ներքին բնապատկերին, եթե կարելի է ասել, այդ ծածկագրին, որովհետև մշտապես այնտեղ են, գոնե տարին մեկ անգամ այնտեղ են, որտեղ հնչելու են Հրաչյա Թամրազյանի տողերը։ Եվ այսօր ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այս օրերին։ Նախ իմ շնորհակալանքը Նարեկացի արվեստի միությանը, ձեր խնամքոտ իսկապես ուշադրության համար, պարոն Հարությունյան, Տիկին Գայանե եւ Գոհար, ամեն անգամ ես դիմել եմ ձեզ եւ 2 րոպեի ընթացքում, հաշված վայրկյանների ընթացքում եւ ձեզ Դանիել երաժիշտ, հաշված րոպեների ընթացքում միանգամից իրագործվել է այն իմ մտահղացումը եւ երազանքն է եղել, ոչ միայն իմ, այլ նաեւ քույրերից եւ հարազատների։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Կատարինե Հովսեփյանին դաշնակահարուհի եւ սիրելի երգչուհի Էլեոնորա Հարությունյանին, որոնք իրենց տաղանդի բերումով այնտեղ են, որտեղ պոեզիայի ձայնն է եւ ես ավելի քան գնահատում եմ այդ հավատարմությունը։ Մի անգամ Կատարինեն ինձ պատմեց իր առաջին տարիների մասին, մասնագիտական որոնումների տարիները, իր շրջիկ այսպես համերգների մասին, իր երիտասարդ ընկերների հետ, եւ այնքան հաճելի զգացողություն էր, հաճելի, թանկ, խորհրդավոր, որովհետեւ ես նրա այդ շատ պարզ պատումի մեջ վերագտա մի պատկեր, որ շատ նման է հայրիկի անիվների վրա դեպի այդպես երկինք, դեպի վերև սահող բեմի մտապատկերի։ Եվ իհարկե պարոն Վաղինյանը եւ շատ սիրելի Ռուզաննա Հախնազարյանը, որոնք իսկապես տեքստի նվիրատներ են եւ որոնցով ես հիանում եմ եւ երախտապարտ եմ նրանց տեքստին իրենց բացարձակ նվիրման համար եւ որոնք նույնպես յուրովի իրագործում են այդ բեմնահիվների վրա չքնահետ մտահղացման բանաստեղծական պատկերը։ Շնորհակալություն եւ ձայնը տալիս եմ բեմերգակներին։ Այս բառերի տակ մարդ կա, թաքնված։ Նա թույլ շնչում է, նա շարժվում է դեռ, հնչում են իբրև մանկան թոթովանք, նրա բառերը անթաքույց, թեթև, ու ալիքվում են բառերն անաղմուկ, ուրչում է դանդաղ հենքը խոսվածքի, այդ խախուտ տանն եմ ես ապրում վաղուց, առանց տանիքի և առանց ծածկի, ու թափառում է մանվածքն այդ խոսքի, ուր մի մենավոր կարոտ է կենում, ու տրված կյանքի հեղ-հեղուկ հոսքին, նրա հետքերն եմ փնտրում ամեն ուր, ու բառերի տակ ապրող այդ ոգին հասակ առնելով հառնում է իմ դեմ, տարիների վեր դու ես իմ կողքին, բայց քո անունը ես դեռ չգիտեմ, ու որ չփլվեն, որ մեր է իր տան, ու իր վախճանը հանկարծ չգուժեն, ես ստիպված եմ նրան անուն տալ, և իմ անունը շարունակ հուշել, ու հետո հիշել բոլոր նրանց, որ հեռացան մեզնից, անուն առ անուն, բառերն ապրում են միայն նրանցով, որ հեռանում են, բայց չեն մահանում, նրանք ծածկված են խոսքի շղարշով,
կյանքից բաժանող քողով սպիտակ, ու դեպի խորքն են շարունակ քաշում, նրանք շնչում են այս բառերի տակ։ Մեզ մեծ բեմերի կարոտը խեղտող և անցկությունը մնաց անցյալից։ Թող չխաթարվի մեր խոսքը և թող այրող կարոտախտն այս բարձրաձայնի, որ մեր բառերը թափուր չհնչեն, որ լծվի կյանքի կոկորդը դատարկ, մաքուր ումպերով կյանքը ներշնչես ու ներշնչանքով համակված կարդաս ամեն մի բառը, ու խոսքն անարվեստ նոր ոգի առնա, կենթանանա, խելտության ազնիվ խորքերն արարվեն և արիները խիզախեն արյամ, որ մեծ բեմերում այս երգը հնչի և ոչ թե կոկորդն այլ օդը մաքրի, այսպես խոսեց նա ծառան ոչնչի, ստվերն ամարյուն այս ժամանակի, որ հանում այդ նոր առոգանության թափառում էր մութ ետնաբեմերում։ Նա իր ներսում էր բեմն այդ կառուցել ու պտտվում էր կույր, աներևույթ ժամանակների խորքում խելահեղ, որ չուներ արդեն դեմք ու դիմակից։ Սակայն վաղուց էր խոսքը ճապաղել և կյանքն աղճատվել իր մահվան դիմակից, բայց նա խոսում էր, ծառան ոչնչի, որ չգոյության հպատակն էր հլում, որ մեր աղերսը նորովի հնչի, մեր հոգու սերն է կրկին ներնելու, մենք ենք մեր հոգու տաճարն ավերել, ու ահեղ ժամին փորձության մի տար մեր երազները, որ մենք թաղել ենք մեր կարոտների որ հողերի տակ։ Եվ օրերի մեջ այս աղետաբեր թույլ տուր, որ նրանք ապրեն հոգևին, որ մենք արվեստի հինգինով արփենք, որ դարձյալ լինի կյանքը ոգելից, որ խորակորույս, խելակորույս այս հոգին հառնի, լինելիության տակ երակը հորդի, բառը շնչահերձ ձգտում է բառին, կյանքը մեռնում է կյանքի կարոտից։ Արուսյակին, դու ունես շարժվող 5 զգայարան, բայց բառերներ են դառնում զգայուն, ու դա զգում է խոսքը արարված, որ զորացնում է երգը զտարյուն։ Զնգուն լարեր են նրանք արյան մեջ, որ նվագում են սրտի քնարին, սրտի մեղեդին բառն է արարել, երգը դողում է ամեն մի լարին, իբրև բնության խոր նվագարան ներլուսված նրան նրբին թաղանթով, խոր ապրումներից կրկին կյանք առած, տող առ տող հոգու ճանապարհ հարթող։ Երգերի նման հին հոգեքնար մեղեդիներն են խմորվում ծոր-ծոր, ու արթնանում է աշխարհը քնած, ու հայացքներն են ձգվում ծովից ծով։ Մեղեդիների նման հարահոս նրանք փնտրում են կապուտակ աչքեր, ու բարձրանում է մի զուլալ աղոտք, ու խոնարհվում է մի խաղաղ խաչեր, ու եզերքների վրա խորանիստ կրկին իջել է խաչը քառաթև, ու մրմնջում է լույսը խորանին, որ հարությունը մահվան հաղթեց։ Վայրիր աշնան լազուր հնչերքներն այս անգամ թավշե անձրևի տեսքով, բայց այդ թավիշը անծանոթ է քեզ, անգամ չգիտես զգեստ է, թե քող, ու նրա ներսում ով է թաքնված, ով պիտի թավշե ծալքերը բացի, և ինչու է ինձ սկսում թվալ, թե նա թաղծում է թաքուն առանց ինձ, թե քո խողերն են խնկարկում թաղծին, թե խոնարհվում է քո դեմ օրն անցնող, ինչու է թվում
երբեք չի անցնի աշնանթախից այդ պայծառացող։ Աղոտ լույսերից օրն է սկսվում։ Դու խամրած հուշ ես, անցողիկ իմ սեր, ինչքան ճիգ է պետք, որ քեզ ներհյուսեմ օրվա խապուսիկ դիմագծերին, որ քեզ նշմարեմ հեռանկարում, և օրվա խորքում, և մակերեսին, և տեսիլքները մարմին են առնում, և կյանքն է դառնում անմարմին տեսիլ, երբ երազներն են խոնարհվում հողին, և կյանքի կավը նվում է ցավից, որ արարման խոր տենչը տարփողի, ես դուրս եմ գալիս հոգու անձավից վերհուշի նման, որ քեզ ներհյուսեմ օրվա խապուսիկ դիմագծերին, ու դու հասկանաս, կյանքը վերհուշ է մի ուրիշ կյանքի, անցողիկ իմ սեր։ Տանյա Հովանիսյանի, աշնան տերևներ կնոջ փոխարեն, դու այդ գույների խաղը նկարիր, հետո քամիներ ու հետո բարեր թող խառնվեն այդ խելահեղդ պարին, ու հետո կյանք տուր նրա բարերին, դեմքի փոխարեն նկարիր շուրթեր, հետո անուն տուր նրան պարելիս, եթե տարված ես նրանով դու դեռ, ու հետո նրան տեսողություն տուր, դեմքի փոխարեն հայացք նկարիր, գուներանգները նրան են փնտրում, թախիցն այդ դատարկ նկարակալի, լցրու երկերով այս տերևախիտ, աշնան լազուրում խենթորեն պարող ու սաղար թախիտ, բարսագեղ թախիցն այցի կգա քեզ ամեն առավոտ։ Աշունն իր մաքուր գույներն է հեղում, օրվա արկայծող մանրանկարին, հյութեղ ավշագույն ու ոսկեվորիկ, ծավի ծիրանի որքան կարմիր,
ու ոչ մի սև բիծ ու եղծված երանք, ոչ մի թորած թուրմ, գորշ ու ախտաժեք, արյուն է ծորում բագինի վրա, այստեղ մի գույնը 1000 կյանք արժե։ Շուտով ծաղկողը ոսկևրցին այդ պնակի մեջ պիտի թաթախի, հրեղեն նախշեր մանելով խաղաղ մեր երազների նուրբ ծաղկաքաղին։ Նա մեր հուշի լուրջ թաղանթի վրա կգրի հատ-հատ նյան մեռանում, ու մեր աչքերը վառելով հանգած կնկարի մի արևամանուկ, ու փորփրելով մեր մութ աչքերը կսկսի անհայտ ակունքներ պեղել, ու մեր լրթացած աչքերից հանկարծ կհորդի մաքուր գույների հեղեղ։ Ես համբուրում եմ քո աչը ոսկի, համակ գորշության այս մուժը քերող, փայլ տուր իմ խոսքին, ամենից առաջ ես քեզ սիրում, իմ զույգ աչքերով։ Ահան, սա, երկնի կտավին լուսեղեն ամպոտ մի ջրանկար, որ քաղաքի մի մեծ չեչակար է նրա երկնաչու հատակին ընկած։ Նա երազներ է հղում քաղաքին, որ եթերային գույներ է առել, ու փողփողում է մեղմ ու շուշապատ, որպես երկնային մաքուր ակվարել։ Եվ օդի կապույտ մեղմ սահանքներում լուրջ կոհակներ են հողերը թողնում, և եթերային այդ հոսանքներով հիմա վյուրավոր աչքեր են լողում։ Նա դեռ վաղ է կգա խորունկ երեկոն, ու դեռ կփրչի հույզերի քամին, ու այդ շողշողուն գետնակարերը երկնային գետը դեռ ապ կհանի։ Դա սարն է, սարը, լեռն այդ երկնասույս մեր երազների վրա մակաղել, լողալ դեպի այդ ցնորքը կապույտ նրա փեշերի գույները քաղել։ Դա սարն է, սարը, լեռը սրբազան իր երազներով եթեր առ եթեր փայլեր արձակում լուրջ երկինքնի վեր, սահում քաղաքով երկնաթիվ թեթև։ Երբ լուսադեմին խոսքն է արթնանում, արյուն է տալիս սիրտը երկնքի, ու արարիչն է լերկ հորիզոնով ոսկեհուր աչը տարածում կրկին, ծխում է այն ժամ սերը նախնական ու սրբագործված անցյալի հուշով արշալույսնելի իր ծեսն է անում, քաղաքն է պատում ոսկի մշուշով, ու մինչ մշուշը ցնդի եթերում, մինչ երկնքի բյուրեղը պարզի, նա իր երազն է երկնքին հեղում ու կյանք է տալիս իր արքայազնին, որպես հրեղեն ուղեղի տեսիլք հառնում է հանկարծ արթնացման ժամին, ու երկն ու երկիր կիսում է նրա մեղմ հուրհրատող պայծառ ծիրանին։ Դա վաղնջական հմայություն է, մի սուրբ ծես է, որ վաղուց է եղել, երկինքը նրա գլխին է դնում պերճ արշալույսի թագը ոսկեղեն, ու նրա այրող սրսփուկներից հառնում է նորից կարոտն այն անհուն, ու այգի վճիտ արցունքի միջից քաղաքն է անուշ քնից արթնանում, ու վառված իր հին հրեղեն սիրուց վարսն է արձակում նրա առաջին, բայց արքայազնը հեռանում է լուր օտար անհաղորդ քաղաքի կանչին, ու արդյոք վերին արթնացում է դա, թե երազում է այդ պահը տեսել, սուրբ միրաժի մեջ երևում է մի կորուսյալ աշխարհ կորսված եզերք, բազմում է նա իր ձյունափառ ուխտին ու հանդարտ լողում դեպի օազիս, ու խենդ բեդվինի ծարավ աչքի պես քաղաքն է ճախրում իր արքայազնին։ For
Թափանցիկ քողեր ծանոթ տրտմություն եւ թեթև եւ հանգիստ իր թրթիրներն է փռում ցիրուցան թափանցիկ սկին իջած քաղաքի նա ներծծվում է հույզի շիթերով եւ անցին բառը ծնվում է նորից եւ իր անապակ մաքուր շուրթերով նա աղ է տալիս հակող խմորին։ Նա անդսելի մի զարկերակ է, կյանքի խլացող քունքերի քերող, քերթության մաքուր հին ամանակներ, թատրոն ու կրկես, խապշիկ ու հերոս, բյուր հանդիսատես ու բյուր դերասան, որ չնաշխարհիկ հանդերձ են հագել, անհամարարար, անթիվ տեսարան եւ խոսքը նրա ծեր ողբերգակն է, հին հանդիսության մեծաշուկ բեմեր, հին շքամուտքեր մաքուր քերթության, իսկ այստեղ մաքուր կարոտն է մեռել, ետնամուտքերի մարող մենությամբ։ Եվ մարդիկ, որոնք ելնում են մռայլ, եւ մարդիկ, որոնք խմբված են մուտքին եւ որ դողում են ճռռոցից դրան եւ որ մրսում են թեթև շշուկից։ Ո մաքրամաքուր կարոտի շիթեր։ Անդարձ հալացավ, ով, երբ, ուր, ինչու։ Ոչ բեմ, ոչ կեղծան, ոչ դիմակ, ոչ դեր։ Լոքնա է ջեմում դատարկ դախլիճում։ Վարագույրի պես ճեղքվում է սիրտը երկինքն է ներկում արյունը հորդող։ Ու նա կարոտն է լալիս, իր հազարափող, խզված ոգորդով։ Եվ այս օրերի բացյանը հոփած, եւ անիվները սքավոր կարգի, դեմքերն անկենթան, անուններն օտար, մռայլ, սարկոֆագ, իջած քաղաքի։ Ես ցած եմ դնում դիմակը արդեն դժգույն է վերջը միշտ բեմիդ վրա։ Բեմահարթակին ամայության մեջ մերկ դեկորները մնացին միայն։ Հանդիսանքն այդ քո ողջին չիկ դարձավ, ոչինչ չմնաց եւ ում ինչ փույթ է, որ ամերադարձ նրանք հեռացան, թողնելով միայն կեղծամակույտեր։ Անձրևն հիմա քո անցյալն է թաղում, բայց կանչում եմ ես դեռ քո անցյալից, ինչ մի գալիք ես խոստացել արդյոք թրջված, անաղմուկ այս արվարձանին, դու, որ գույներդ մսխել ես վաղուց ու դիմակներ ես աղոտում նորից, ինչ ավետումով պիտի տաքացնես թաց, փայլեր հագած, շրջիկ թափորին։ Ունում է հիմա
թաքուն, աննշմար, մինչև անձրևը իր դադարն առնի, անցնես աննշույլ, աղոտ սեմերից, թողնելով միայն մի թափուր մարմին։ Ու թող մարմինը միշտ թափուր մնա, ու թող գոց մնան փեղկերն անցյալի, փակիր փեղկերդ, ինչ մի մեծ բան է փակել մոխրագույն պատյանը, ցավը, հին անհուշ մի օր։ Ես հեռացել եմ այդ ճամփաներով անմարդ, ամայի այս է ամեն ինչ մնացել է, դու ինքդ ձև դուր ու կառավարիր, իբրև թրջված կավ, իբրև հում ծեփոն, որը նվում է արարման ցավից, կենդանի թավիր, կաղապարիդ մեջ ու դուրս բեր որպես անմիտ արձանիկ։ Չգիտեմ, տենդ է, սրսփուք ես է, պիտի լինի, թե վաղուց է եղել, եկել եմ մի օր, որ շրջերի տակ, այս կաղապարն ու դիմակը բեղեմ, անկյալ հրեշտակ, ինչքան դժվար է անկյալ հրեշտակ, առանց աստղերի ապրել աշխարհում, մենք զավակներն ենք հավերժով մեծ տան, սակայն սփում ենք և ապաշխարում, մենք մեր խոյացող անկման գերին ենք, ու ոչինչ չկա մեզանից այստեղ, բայց վաղուց շիջած մեր աչքերի պես, մեզ մնացել են մոխրացած աստղեր։ Ու մեր կարոտի դերտակ հետքերով ճախրում ենք երկինք ու կահվիժում, մեռոնի նման կյանք նոր ներկելով ու անիծելով այրվում ու շիջում, ու շոշափում ենք հույժ տեսողությամբ, կյանքն իբրև վաղուց մեռած առասպել։ Եթե դրախտն է անգամ կորցյալ, մենք ոչինչ չունենք անելու այստեղ։ Հրաժեշտ, ես իմ մաշված հանդերձը կահարանից եմ կախում, ասես լքում եմ նրան ու մեկնում եմ մորը մերկ։ Ու մնալով միայնակ հոգին դռներն է բախում, մեռյալ կենցաղի հիմա ու հոգեզուր կորել են։ Նրանք չունեն հասցեներ ու հեռացել են վաղուց, բայց նա նրանց է փնտրում կյանքի բոլոր շեմերին ու տալերքային միակ, որ երբեք չի հանդարտվում, կյանքի նման խելահեղ ու անամոք սերն է իր։ Շոշափում ես ձեռքերով նրանց հետքերը դերտակ, իբրև վերջին հրաժեշտ կյանքի ճաքած շուրթերին։ Վերադառնում ես այստեղ, իբրև վերջին հոգեդարձ, ու ջնջվում են անանուն հասցեները մուտքերի։ Հեռացածների դեցողություն, զգում ես հանկարծ քո աչքերի մեջ, ժամանակներն են նրա մեջ սուզված, խորունկ անցյալներ, հոգու կղզիներ, և նա վարկում է ձիփացող հույսը, ում հայացքն է քեզ խորքից հմայում, ինչ ժերում են աչքերդ սուզված, ում հայացքով ես աշխարհին նայում, և սիրո անապ այդ մայրցամաքը, ինչու խորտակվեց մեր հոգու խորքում, այդ խոր կարոտը համակել է քեզ ու ոչինչ նրան էլ չի ամոքում։ Հեռացածների տեսողությունն է, արցունքակալում քո աչքերի մեջ ծովացած հայացք, նրա մեջ սուզված խոր ուզաշխարներ, հոգու կղզիներ։
մի հոգու թատրոն։ Մի անհատից է այս կյանքը սկսվում ու ավարտվում է նույն այդ անհատով։ Թատերախաղ է ամեն միասույթ, ամեն հարատով, մի հոգու թատրոն։ Ուր ամեն անգամ բարերն են խաչվում ու գոյանում է երգի մայրուղին, ու նա թվում է իրեն է կանչում, ու պիտի այնտեղ իր քայլերն ուղղի, ուր մի ժամ առաջ հոգին է խաչվել, այնպես մենավոր ու եղերական։ Մնացին միայն անուղի կանչեր, ուղևորները ավաղ ետ չեկան, և խորթացել են երգերն իրենից մի ուրիշ կյանքի սահմանահատող, ու նա փարվում է անհունջ իրերին, ու ավարտվում է նույն այդ անհատով, խաղն այս կատարյալ, խաղն այս անթերի, ու հոգին դարձած մի մնջախաղած սահուն քայլերով, հատելով բեմեր, ետնաբեմերն են տողանցում խաղ։ Տեղատոմսերին գրված բառերով մի քանի օրում ես ձեզ կբուժեմ։ Բոլոր խավերը հիմա ավելորդ ներարկումները արդեն անուշ են։ Հետո բառերն այդ երգեր կդառնան, ինչպես որ մինչև հիմա է եղել։ Ու ես նրանց հետ կվերադառնամ, ինչպես բոլորն են եկել ու անցել ու երգեր թողել տեղատոմսերին, որ հոգու խորն գցավ դառնան են։ Իսկ նա այնպես է թաքցնում սերն իր, որ թվա թե երգերն անման են։
Արթուր Մեջչյանին, ահա և վերջ, ահա և վերջ, վերջ հարաժամ ու հարապետ, իբրև վերջին փակվող մի էջ և վերադարձ չկա արդեն, ո հարազատ խզված ձայներ, դու իմ վերջին աղոտք, բանտված հոգու արվարձաններ, շղթայակիր ու մենավոր, և փողոցներ լքված ու մերկ, հոգու անզոր մի աղաղակ, ով անավարտ վերջին իմ երկ, դու իմ սրտի մայրաքաղաք։ Հիմա մենք ում ենք հավատում, ինչու անդարձ ես մեկնեցի, մենք պարտվեցինք դաժան մարտում, մենք մեզ ինքներս եղծեցինք, օշավիղներ ազատության, օնիզակներ առասպելի, այսպես մեր կամքը խոյացավ, խոյահարեց հայկը բելին, ով է ինձնից նրան խլել, խուլ եք հիմա, և ես, և դուք, ինչու է իմ երգը լռել, ինչու է մեզ ողը խեղդում, և պարտություն, և հաղթանակ, ես պարտվեցի ահեղ մարտում, խփվել է երգն իմ անաղարտ, սակայն ինչու չի ավարտվում։ Նա դեռ հեղում է առնական, ինչքան պիտի նա դեռ հոսի, ինչու նրա դավեց արքան, որտեղ կործվեց իր հերոսին, ո հարցուկներ սև մոլոքի, ո ծառաներ զազիր ների, խեղդում ենք մեր ցեղի ոգին, ժառանգների նման բելի, չի տա ոչինչ անցյալը քեզ, անզոր հույզեր, ցասում ու կիրք, իմ մեջ դարեր են խորտակվել, և հերոսներ շղթայակիր, և արյան մեջ հեղում են դեռ մեր պատմության դասեր նահեղ, մեր պատմությունն ինչպես կերտենք, եթե մենք ենք մեզ շղթայել։ Մնաք բարով, երգի համար չկան ճորտեր, չկան դերեր, չկա սկիզբ, չկա ավարտ, ես դեռ երկար, կտեգերեմ հոգու անդարդ շամփաներով, ուղիներով անհայտ անգո, աշխարհներում մութ ու աղոտ մահից անդին, կյանքից այն գո, ահա է վերջ, ահա է վերջ, վերջ հարաժամ և հարատև, իբրև վերջին փակվող մի էջ և վերադարձ չկա արդեն, իբրև հոգում բացված մի վերք, իբրև անզոր մի աղաղակ, մնաց բարով, վերջին իմ երկ, շղթայակիր մայրաքաղաք։ Մենք բարեկամ չունենք, ով է մեր թշնամին, այս հարցումն է հնչում մահվան նման հզոր, կռվի ժամին ահեղ և փորձության ժամին, ուր է մեր թշնամին, երբ մահապարտ մի զորք, արդեն բարևուսո լեռնապարերն անցավ, հաղթանակն է տոնում հոգու համազարկով, ու լեռներն են կերտում առասպելդ, Արցախ, ու հնչում է նորից հարցում նահազանգող, մենք բարեկամ չունենք, ով է մեր թշնամին, մենք զարկել ենք նրան տիրույթներում այս սուրբ, մեզ փորձության մի տար, մեր փորձության ժամին, տուր մեզ ոչ թե զրահ, այլ զորավոր ցասում։ Պաշարած ամրոց, Վազգեն Սարգսյանին, ներրյալ քնի մեջ քնեած քաղաք, սառել է կրծքիդ գլուխը օձի, սողում է դավը, իբրև սևաղան, պաշարված, բայց ոչ երված ամրոցի, ու խավարում է հավատը մի զոհ, մատնության առջև քո հոգին գոցիր, որ չմոտենա ոչ մի օտար զորք, պաշարված, բայց ոչ երված ամրոցի, գիշերն արթնանալ ու պատրաստ լինել, ու թող թշնամին սղոսկել փորձի,
կամքի ամրակուր դարպասներից ներս պաշարված, բայց ոչ գերված ամրոցի, կեղծ է անեծքը, և ողբն է եղծված, հարալեզներն են լիզում հերոսին, ու տարածվում է մի խուլ հեծեծանք, պաշարված, բայց ոչ գերված ամրոցից, ասես խնջույք է ժանտախտի ժամին, քաղաքն է խեղդվում ծխից ու բոցից, ու մոտենում է ահեղտ շտամին, պաշարված, բայց ոչ գերված քաղաքին, ու հագեցել է ոսող արյան, ու թող թշնամու արյունը հոսի, ու մեր արյան մեջ պատկերը հարյավ, պաշարված, բայց ոչ գերված ամրոցի, կրկին նահատակ ու կրկին հերոս, ու բաբախում է լույսն իբրև մորսիլտ, ու լույս է տալիս ամեն մի մեռնող, պաշարված, բայց ոչ գերված ամրոցին, կյանքի ճանապարհ ու մահվան օղակ, գուշակությունը պատգամախոսի, որ գիշերվա մեջ լույս պիտի շողա, պաշարված, բայց ոչ գերված ամրոցին, ու ատելության սև ուրվականը, թող գիշերներով սահելով խոսի, հրեշտակներն են հիմա պահապան, պաշարված, բայց ոչ գերված ամրոցին, փողեր են հնչում կենաց անտառի, օրերը կրկին ելել են որսի, ու արիներն են ելնում անառիկ, պաշարված, բայց ոչ գերված ամրոցից, ծիչը բերանում քարացած քաղաք, քոնետը պիտի թշնամուն խոցի, ու ասքն է հնչում գալիքի համար, պաշարված, բայց ոչ գերված ամրոցի։ Հայրենիքն իբրև կյանքի պատմություն, խոցոտված հոգի, վիրավոր մարմին, հավիտենական արյան հատուցում, որ նորից պիտի հարություն առնի, ինչպես հոգին է հարություն առնում հավատի նման յուրավոր վիրոց, որ միանում են անուն առ անուն ու վտակներն են հոսում նույն հունով այն անհուն գետի, որ կյանք են կոչում, այն տիեզերքի, որ կոչում ենք սեր, ուր ոչ մի կաթիլ իզուր չի կորչում, այսպիսի երազ ոչ ոք չի տեսել, ու ամեն ապրող, ու ամեն մեռնող սուզվում են այդ խոր գետաբերանում, այսպես ամեն պահ, այսպես ամեն օր մեր հայրենիքն է մեզնից հեռանում, դեպի անհունը, կաթիլ առ կաթիլ, բխելով վճի տակունքից կենաց, որ նորից ծնվի հարության արդիվ, որ հոգիները լույսով հագենան, ու գալիքներում կրակներ վառեն, ինչպես մոմեր են վառում խորանում, ու կրակներից կյանքեր արարվեն, ինչպես խավարից լույս է արարվում։ Երազների պես, որ դա բուխ ու խենթ մի հայրենիք է հոգու մեջ բացվում, այդպիսի ակունք երբեք չի բխել, չի ալեկոծել ծովը հարածուպ, մեր մաքրամաքուր պայծառ նիզերի, իբրև ջինջ կարոտ ու լույսի շավիղ, օ իմ հայրենիք, անվախճան սեր, դու լեռնապարն ես իմ ներաշխարի, դու լույսերով ես սիրտս ողողել, ու քեզ համար է հայացքս ծաղկում, պտղավորվում են մեր կենաց օրերն ու իբրև լուսեր, սրբազան ակունք, մեր հոգիներին նոր կյանք ես տվել, ու սերմերի պես թաղել ես հողում, որ նրանք քնեն և նորից ծնվեն, դու այդ սրբազան քունն ես օրորում, մեր երազները հավետ պահպանող, որ նրանք ելնեն կյանքի հատակից, օ իմ հայրենիք, մեր հոգում հառնող լուսեր իմ բխում, արևածագ իմ։ Հոգով և հոգու աչքերով, ինչպես եք տեսնում, ինչպիսին եք տեսնում Հայաստանը 50 տարի հետո։
Ես հակառակ շատերի լավատես։ Եթե այդ լավատեսությունը չլներ, Մատենադարանը չէր այսպես վերակերտվի եւ հսկա թռիչք չէր ապրի։ Եվ այդ լավատեսությունն է, որ համակում է նաեւ շրջապատին բոլորին եւ լավատես մարդիկ իրար գտնում են։ Մենք բոլորս վերականգնվել ենք այս նորակերտման, որը նաեւ մեր խաթարված հոգեվոր կյանքի վերակերտման խորհուրդ է։ Լավագույն ստեղծագործությունը հենց Մատենադարանի այս հունավորել Մատենադարանի այս ներքին ընթացքները, ներքին հղացքները, որի շնորհիվ նոր սերունդներ են մտել Մատենադարան եւ հրաշալի քննություն են բռնում։ Դա մի հսկա պոտենցիալ է հայագիտության զարգացման։ Հոգևոր փլուզման դեմն առնելու ձևը հոգևոր արարումն է վերջապես։ Գիտեք, որ մեր հասարակությունը դարձել է բազմաշերտ եւ այդ հոգեզրկված շերտերն են, որ խցանում են մեր կյանքը։ Եվ մենք բոլորս ունենք մեր Բայց նրանք շատ են։ Շատ են, շերտերը շատ են։ Գիտեք ինչ, մենք էլ քիչ չենք։ Այդ ձեռագրերը այստեղ պիտի պահվի, մոնումենտալ, ձեր անունով, ձեր անձնական իբրեվը։ Համեցեք, մոտեցեք, ձեր դրեք վրա, դուք էլ։ Որ մեր ցանկությունը իրականացնել։ Ну, это архивный документ, где наш зав. Архивным отделом решили не экспонировать. Եթե ինքը չլիներ, ինքը եկավ իմ արվեստանոց եւ երկու գործը Արշիվ Գորկու հիշատակին եւ ռեկվիումը ես սիրով նվիրեցի։ Իր շնորհիվ էր, գիտեք, իր աչքերը, ասեց, չէ, սա եմ ուզում, չկարողացա մերժեի եւ ես շատ ուրախ եմ։ Ոգի մասը չէ, այս 4 ինչ ոգի Երկինային ընդհանրապես Ոգոր հայրենիքի հայտնագործում։ Այդ արդեն հոգով չի չա, էլի արդեն է իսկանը, կամ մի խարնեք մեզով այրի արջիցով է դուսած ծերկը խապում Բայց ստեղ աղջկա նման տերյանը նկարը դրել են, դենտը տերյան Տերյան մի խարնեք մեզով այրի արջիցով ասում ամա շուշի խորկ տեսիլ տասերորդ դասարանի աշակերտ ասել է, դա խուրտ կրտում անձրև, մեկ դրանք գիտեմ, թե տերյանը դեսիրալված Արցախում կստեղծվի Մատենադարանի մասնաճյուղը Գանձասարի վանական համալիրում։ Հատկապես Գանձասարի ձավը կտեղադրվեն այնտեղ։ Ուրախությամբ պիտի հայտարարեմ, որ խոսքը հենց այդ մասին էր։ Գանձասարի վանական համալիրում, վանական համալիրին կից Մեսրոպ Մանուշտացյան անվան Մատենադարանի մի մասնաճյուղ ստեղծելու, ավելի շուտ գիտամշակութային մի կենտրոն ստեղծելու, որը շատ կարևոր ռազմավարական եւ հոգեվոր մշակութային նշանակություն ունի։ Ոչ միայն Արցախի համար, Արցախի մշակույթի, այլ համահայկական կարևորագույն իրադարձություն կարելի է համարել։ Գանձասարը
բազմադարյա և հարուստ պատմություն ունի։ Այսօր անտեսման ստվերներից ազատագրված Գանձասարը պարավոր գոյությունը իր վերացնունդ է ապրում։ Եվ այս տարի հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մենք շեշտում ենք մեր հարնումի, վերածննդի, արարումի խորհուրդը և նշում ենք այսպես. մատենադարան կերտելով և ավետելով իր լուր աշխարհի, որ ստեղծվել է համամարտկային հիշողության ևս միջտեմարան։ Սա է մեր զորության նշանը, մեր մեծ ժողովուրդի մարտակոչը և մեր ուղերձը գալիքին։ Եվ համաժողովրդական ընդվզումի և հերոսականության ոգին խոր արմատներ ունի հայոց բիբլիական երկրում և նրա Արցախ աշխարհում, որ ավաղարություններից, ասպատակություններից, ցեղասպանությունից հետո էլ հառնել է Փյունիկի նման։ Եվ դա նման է հրաշքի, ինչպես մեր ոսկեղենիկ ձեռագրերը, որոնց էջերը մենք թերթում ենք հիշողության նման, և նրանք լեցուն են մեր նախնիների ձայներով ու արձագանքներով։ Եվ մեր խնդիրն է լսելի դարձնել բյուր սերունդների այդ փոխկանչը, մեր քաջարի նախնիների կենդանի ոգին միախառնել գալիք սերունդների երթին, որ մեր հաղթական տոհմականչը լսելի լինի դարերում։ Մատենադարանի շենքի տեսիլքը հետապնդում էր քառորդ դար, և իր վերջո այս կոթողային շենքը կառուցվեց Նարեկացու խոսքերով ի հրաշակերտություն միագո իր։ Անդրանիկ ջան, ընդեղ նկարի, մեզ պետք չի նկարի։ Իսկ ընդհանրապես այս պրոցեսը ավարտ չունի, որովհետև այս շենքի ավարտից հետո սկսվում է Մատենադարանի վերակառուցման երկրորդ, ապա երրորդ փուլը, գուցե կլինեն այլ փուլեր, որոնք հնարավորություն կտան վերակազմակերպել քաղաքի հոգևոր տիրույթները իսկապես։ Մատենադարանը հեգեմոն դիրք է գրավում այդ իմաստով քաղաքում և նրա տարածական ոլորտները միայն Մաշտոցի պողոտայով չէ, որ պետք է սահմանափակվեն։ Այսօր ցուցակներում կան, երկով անձնագրով ստուգում են, մեկ վերազգողությունը չի բացառ, ասեցիք լավ կզգաք հաստատ։
հյուրեր, բարեկամներ։ Ես իսկապես անակնկալ եմ մեծ ինձ համար, ես չէի սպասում նման իրադարձության։ Սա ինձ համար իհարկե շատ նշանակալի իրադարձություն է։ Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, գնահատանքի համար։ Մի խոսքով սիշտս լծված։ Ուրեմն մաշտոցյան մատենադարան կոչվում է բանաստեղծությունը։ Այս անձեռակերտ լույսի տաճարում յուր սերունդներն են հանդիպում իրար և հիշողության թակում հանճարն է մեզ ուղևորել հանդիպման այս վայրն աղլեցուն խոսքի սուր ողանջներով, արձագանքներով անցյալ ու գալիք։ Նա մեր խելահեղ արյան կանչերով իբրև մայրակում, իբրև արարիչ, ուներ է բացում հավերժի համար, որ ցեղի արյունն անապակոսի ու հանում կյանքի հավերժ արարման ապավինում է սրբազան խոսքին։ Մենք վերանցյալն ենք քարոտ է կոչում ու մխրճվում ենք սիրտը գալիքի։ Այս սուրբ մատյանում ոչինչ չի կորչում ու մշտարթուն են բառերը գրքի։ Ու հիշողության անմեր մացանում հարատեղում է խոսքը հավերժով ու մեր ողբածային ասկն է բարձրանում, այս խորաններում սուրբ է ամեն զոր։ Այս խորաններում ոչինչ չի մեռնում, լոք խոսքն է մի պահ ահից հանրանում, ապա հնչում է սերնդե սերունդ, ապա հնչում է անուն առանուն ու խտանում է տիեզերքը խուր ու սկսում է ընդերքը դողալ։ Այդ մեր փենթացած արյունն է երգում, ողքանն առելոց, կոչեմ ապրոված և հիշողության այս սուրբ տաճարում ապաքինվում են վերքերը բոլոր ու ոչինչ մեզ չի բաժանում ու սերնդները բոլոր հին ու նոր ուներ են բացում գալիքի համար ու խտանում է մի գամածներ, որ գոյանան մեր աստղեր անմար, մեր արեգակը, որ դեռ չի ծնվել, որ Կորանի պես բիշտն արձանանա ու սալինի մեր ողբերը գվերջին ու սուր մրմունջներն այստեղ բարձրանան, հանուն միության, հանուն հավերժի։ Օ հիշողության սրբազան տաճար, թող ես տար դառնամ կենաց մատյանում ու միշտ ողանջի ասկնազարած զայն, որ մենք չմնանք անհուշ անցյալում, որ մեր սերները ծիլեր արձակեն, որ շարավիգներ ձգեն գալիքում, որ մեր ձայները հար արձագանքեն, ողքու հավերժով մեկ հայրենիք։ Անպայման երկու խոսք ասել, իխորոց սրտե Նարեկացի արվեստի միության շնորհակալության խոսքը, Շուշանիկ ջան ձեզ ուղղված, ես չէի պլանավորել խոսք առնել, որովհետև այսպիսի հրաշալի ցնցիչ երեկոյից հետո խորհրդավոր Զեյ ավարտվել ծեր հոր պատկերով։ Այնուամենայնիվ շնորհակալության խոսք կուզեմ հայտնել և կուզեմ մի բան նվիրել ձեզի, որ կբացատրեմ այդ նվերի իմաստը և կարևորությունը և ինչու եմ այն խոստումը, որ տվել եմ Արթուր Մեշյանին, խախտելու եմ։ Նախ շնորհակալություն Շուշանիկ ջան, որ ընտրել եք մեր օջախը, որ ձեր հոր խոսքերը հնչեցնեք մեր տաղանդավոր արվեստագետներու միջոցով։ Օրհնություն է բարի բուն իմաստով
իր ոգին մեր հետ է, իր շունչը եւ իր լույսը փոխանցեցիք մեզի եւ այնքան լուսավոր է այնքան աստվածային գեղեցկություն կա մեջը որ բոլորս էլ նույն ներշնչանքով ենք այսօր իր ոգին ճարակայթեց մեր մեջ եւ ես առաջին անգամ ձեր անունը լսել եմ Արթուր Մեշյանի միջոցով երբ որ Ամերիկայում 2000 թիվ համերգ էի կազմակերպել Արթուրի Մեշյանի եւ այնտեղ հնչեց իմ տարիներ երգը ձեր հոր բարերով Արթուրի Մեշյանի միջոցով այդ ձայնագրությունը որ եղել է 25 տարիներ առաջ վերջերս մենք հրատարակեցինք բայց Արթուր Մեշյանը արգելել է ինձ այս ովևէ մեկում տալ ուզում է որ երբ որ ինքը այս աշխարհին հեռանա այդ ժամանակ մարդիկ ստանան ես այդ խոստումս մեծ սիրով դրժեցի այդ շղթաները որ ջարդում են չէ ես այդ խոստումս այսօր քանի որ այստեղ կա ձեր հոր անունը մեջը ընդգրկված եւ ինքը պետք է ներկա լիներ այսօր ուղղակի վատարող չէ ես հրավիրել էի իրեն եւ սա ինքը ինձ կների եւ որ ես խոսքս չեմ հարկում որտեղ այդպիսի սովորություն չունիմ երևի առաջին անգամն է բայց ուզում եմ մեծ սիրով այս Նարեկացի արվեստի միության հրատարակությունը Արթուր Մեշյանի այդ գենթանի համերգին որտեղ նայել կա ձեր հոր երգը նվիրել ձեզ եւ մեր խորին շնորհակալություն հայտնել ձեզ